եմ անպայման ավելացնեմ, ինքը 18 թվին, երբ որ նոր էր ուզում գալ իշխանության լրիվ ժողովրդի իրան ձեռքերի վրա բերեց, ինքը գոռում էր Արցախը Հայաստանը ու վերջ, հետո հիմա Արցախը Ադրբեջանը ու վերջ։ Ես ուզում եմ ավելացնեմ, իր իշխանության օրոք ոչ մի լավ բան ես չեմ հիշում, ընդամենը եռաբլունը մի քանի անգամ մեծացրել, սուվերեն տարածքներն կտրե ու այդքանից հետո ներողություն ես չեմ կարա ինչ-որ իր հանդեպ հավատ ու հույս ունենամ, դրա համար ես վստահ եմ, որ մեր Սամվել Կարապետյանը բերելու է իրոք հզոր ուժեղ Հայաստան։ Մեծարում եք քաղաքացիներին, ասում եք սիրում եմ ձեզ, քաղաքացու օրեն նշանակել, խորոված փարթի։ Ապրես, այդ դրա համար էլ ես ասում եմ, երբ որ նա գոռում էր 18 թվին Արցախը Հայաստանը ու վերջ, ու դրանից հետո գոռում է Արցախը, հիմա փաստացի Ադրբեջանը ու վերջ։ Ես այդքանից հետո ինքը Եղեռնի հաջորդ օրը, եթե չեմ սխալվում, փարթիական ճիշտ եք, ոնց կարելի է այս սքույց ընդամենը մի օր չանցած ինքը փարթի։ Ու իմիջիալոց ես լսել եմ, որ ինքը վաճառել այդ խորովածը բարեգործական չեղը, շիշը 6000 վաճառել է։ Ներողություն, որ իմ անկեղծության համար մենակ մի բան կասեմ, ժողովուրդը միանձայն արչի 7-ին գնա իրաց ընտրատարածքները քվեարկեն համար 3 Սամվել վարչապետ, ժողովուրդ ջան, որ երկիրը կանոնակ ինչ կորցրել ենք հետ բերենք, ես համոզված եմ Ղարաբաղը առանց Միկաթիլ Արյան, առանց ինչ-որ մի զոհի հետ ենք բերելու։ Ես չգիտեմ, հավատում եմ ես Սամվել Կարապետյանին։ Ես իր գործերն եմ նայում, թասների վրա եմ խոսում, ես ինքը լիքը բարեգործական ծրագրեր ներկայացրել, ինչքան մարդկանց օգնել, ինչքան հիվանդանոցներին աջակցել, ինչքան մանկապարտեզներ սարքել։ Փաշինյանն ասում էր, մենք Արցախ չենք ունեցել, մենք Արցախում բան չենք արել, բայց այդ մանկապարտեզները, այդ ուսումնական կենտրոնները հիվանդանոց ով է սարքել։ Ասում եմ մենք էլ ենք սարքել։ Ով ասում։ Փաշինյանը ասում է մենք էլ տեսեք ինչքան մանկապարտեզ դպրոց ենք վերանորոգել։ Որտեղ, ստեղ։ Ես իմ խոսքը Արցախին է վերաբերում, որ մենք Արցախ ենք կորցրել։ Խոսքս Արցախին է վերաբերում։ Ես մենակ մի բան կասեմ, ժողովուրդը միացան գնա Սամվել Կարապետյանի աջակցի ընտրի, թող դառնա մեր վարչապետը ու ժողովրդին հանի այս նեղ իրոք, այս կործանված վիճակի, ժողովուրդ ջան միացան համար 3։ Այսօր Փաշինյանը նաև ասում էր, որ Կալուգացի Սամոյին սատկացնելու է, ինչպես եք վերաբերվում։ Ես ձեզ մի բան ասեմ, էլի շատ բան կարա ասի։ Շատ մարդ ինքը ինչ էր խոստանում։ Ու իր ասածներից ոչ մեկը չհամապատասխաներ, չէ՞։ Ոչ մի բան չարել, չէ՞ իր ասածներից։ Ես ոչ մի բանի չեմ հավատում։ Ես իրան ոչ մի բան չեմ ասում, պրոստը ես իրան չեմ հավատում։ Ինքը հավատը կորցրել է։ Ես չգիտեմ ով, ես ինքս իրան չեմ հավատում։ Այսքան բան, ժողովուրդ ջան, դեպի ուժեղ Հայաստան, Սամվել վարչապետ։ Շնորհակալություն։ Ներեցեք կիսատ մնաց մեր